Հայաստան-Երևան, բարի երեկո, Երևանն է խոսում, մենք հանդիպում ենք երկուշաբթի ծուրփատ 18-10-ին, շնորհակալություն մեր շատ սիրելի հեռուստադիտողներին, ինչպես նաև շատ սիրելի հանդիսատեսին, ովքեր յուրաքանչյուր անգամ գալիս են եւ մասնակցում են Երևանն է խոսում հաղորդմանը։ Դուք ասացիք բարի անեծքներ, եթե անեծք է բարի չի կարող։ Կապ ունի, երբ որ դու ոնց ես ասում, մտքով, հոգով, սրտով։ Երբ որ ուղղակի դու բառը ասում ես, այդ բառը նեգատիվ էներգետիկան չունի։ Անիծված մարդ չկա, անիծողն է անիծված։ Չարությունը անեծքի մեջով է արտահայտվում։ Չարությունը լրիվ կարող է կորցնել մարդու կենսունակությունը եւ առաջացնել խորը անբուժելի հիվանդություններ։ Ժամանակին, վաղնջական ժամանակներից մարդը հավատացել է խոսքի մոգական ուժին։ Չի կարելի ամեն ինչում միայն բացասականը տեսնել։ Ժողովուրդը ասում է մոր անեծքը օրհնանք է, հոր անեծքը անեծք է։ Պարանիդ տղամարդու շալվար չտեսնես։ Այսօրվա տղամարդիկ բարան ասեն։ Խառնվել են։ Երևանն է խոսում, բաց չթողնեք։ Եվ այսպես, անեծք նշանակում է չարիք, զրկանք, իսկ անիծել կամ անիծվել նշանակում է զրկել, վնասել կամ զրկվել, վնասվել։ Իսկ ինչ է նշանակում բառերով ինչ-որ մեկին անիծել կամ առհասարակ անեծքի խորհուրդը որն է եւ պետք է հավատալ անեծքներին թե ոչ։ Իրականում պատմությունն էլ ցույց է տալիս, որ անեծքը երկար տարիներ, սկսած պատերազմական ժամանակներից եկել է հասել է մեր օրեր եւ հետաքրքիր թե մեր օրերում նաեւ ինչ խորհուրդ ունի անեծք ասվածը։ Ես հիշում եմ, որ ժամանակին լսեցի մի շատ հետաքրքիր անեծք, ինչու եմ ասում հետաքրքիր, որովհետեւ չուզեցա անցալեի այդ անեծքի ուղիղ իմաստով։ Ասացին ասեղը խրես, հովին նստես։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն նշանակում է դու այնքան փոքրանաս, պուճուրանաս, որ արևի ժամանակ երբ այդ փոքրիկ ասեղը խրես հողի վրա, դու կարողանաս հովին տեղավորվել։ Դա իհարկե անտանելի էր եւ այդ ժամանակ էլ ավարտվեց իմ կյանքի որոշակի շրջան, երբ ես հասկացա, որ այս կյանքում շատ ավելի դաժան բաներ են լինում։ Մի խոսքով այսօր խոսում ենք անեծքների մասին, սիրով ներկայացնեմ ինձանից աջ Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանին։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան, շնորհակալություն մեզ սիրուն կալվելու համար եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը, բարի երեկո։ Իսկ եթե ընդհանուր ներկայացնենք, եկեք ծափարենք հարգարժան ամուսիններին մեզանից աջ։ Ինձանից ձախ բանասիրական գիտությունների թեկնածու Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ինստիտուտի բանահյուսության բաժնի ավագ գիտաշխատող, բանագետ, բանահավաք Արմեն Սարգսյանն է։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալություն մեզ սիրուն կալվելու համար։ Միջնամասում Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի Օվսաննա Սահակյանն է։ Բարև ձեզ, տիկին Սահակյան, ինչպես նաև էքստրասենս Սոսե Բաբայանը։ Բարև ձեզ, շնորհակալություն երկու կողմերին, պարոն Ներսիսյան, սկսենք ձեզ այից։ Ինչ ասել է անել։ Իհարկե մենք մոտավորապես հասկանում ենք դա ինչ է, բայց երիտասարդ սերունդը անեծքի շնորհիվ ինչ-որ բան փոխվում է կամ։ Ես կփորձեմ կարճ ժամանակահատվածում բացատրել, որովհետև քանի որ դուք օրինակը որ բերեցիք, հիմքում ինչն է խոսքը։ Մենք խոսում ենք, բայց ցավոք սրտի խորությամբ չենք գիտակցում, ինչ նշանակություն ունի խոսքը մեր ապրելու կենսունակության, կենսագործունեության համար։ Ինչպես ասենք ավելի պարզ, սնունդը գիտենք, սնունդի տարբեր տեսակները, որտեղ մեր էությունը դա խոսքն է։ Եվ հենց այստեղից է գալիս, եթե մեր էությունը խոսքն է, խոսքը կարող է այդպիսի խորը եւ կենթանարար ազդեցություն ունենալ կենսունակությունը պահպանելու եւ հակառակը։ Նայած նա ինչ խոսք է իր մեջ կրում արդեն չար խոսքը, ունենալով իր ազդեցությունը։ Փաստորեն, բարի խոսքի դեպքում մենք զգում ենք ինչ հույզեր։ Այսինքն մենք մեր խոսքով կարող ենք եւ բարին դիմացինին հաղորդել եւ չարը։ Բնականաբար։ Այսինքն էությունը մեր վրա խոսքը ազդում է, որտեղ եթե մեր էությունը խոսք չլիներ, ոչ բարին, ոչ չարը չէր կարող ազդեցություն ունենալ։ Հետևաբար այստեղ արդեն գալիս է այն կանոնները, որ ասենք, չէ, դարերից եկել է մարդկության պատմության փորձով, որ այդ բոլորը իսկապես ճշմարտություններ են, որ ասենք ես մի քիչ հետո ավելի օրինակներով ցույց կտամ, թե ինչպես այո, բարի խոսքը, որով ես բուժում եմ Նարեկի աղոթքներով, եւ չար խոսքը ինչ ազդեցություն ունի։ Բայց այստեղ արդեն պիտի հիշեցնեմ մի բան։
Երբ որ ասենք մարդ երբ է անիծում, չէ, ինչ պայմաններում, դժվար ինչ որ սիտուացիա է ստեղծում, չէ, չունենալով ասենք իր հոգևոր ոգեղեն այդ շտեմարանը չի կարողանում համակերպվել, հետևապես չարանալով, մտքով, հոգով, սրտով ֆոկուսավորում է այդ ամբողջ ինֆորմացիոն էներգիան ինչ որ մեկի վրա, բայց նա մոռանում է մի բան, երբ որ դու ինչ որ մեկին աղորդում ես, ուղում ես խոսքդ, այդ խոսքը տարածվում է 4 կողմը քո հարազատին նույնպես, որտեղ նա խոսքն է, նա տարածվում է, այդ ինֆորմացիան տարածվում է։ Շատ լավ, շնորհակալություն, դեռ կհասցնենք խոսել։ Տիկին Ծատուրյան, ինչպես պաշտպանվել անեծքներին։ Տեսեք, պարոն Ներսիսյանը ասաց, որ ամեն դեպքում դա խոսք է, ասվում է, կոպիտ ասած կպչում է քեզ, բայց դու ինչպես որպես մարդ պաշտպանվես, այնպես հենց որ այդ անեծքը քեզ չկպնի։ Ես ասեմ, դա երևի, դա իմ տեսակետն է, ես չգիտեմ ինչքան ես տարիների մեջ կարողացա ճիշտ այդ ձևը գտնել, չգիտեմ դա գուցե եւ վիճելու բան կարող է հանդիսանալ գոլեգաների եւ առհասարակ մարդկանց հետ, բայց ես գիտեմ, որ պաշտպանվելու առաջի գրավականը այն է, որ անձը ինքը պետք է ոչ մի բացասական բան չանի մեկ, բացասական մտքեր չունենա երկուս, այսինքն, գիտեք, ես ասենց մի հատ համեմատություն եկավ տարիներ առաջ, որ ամեն մեկս մի տեսակ մենք ոնց որ ունենք մեր շուրջը մի հատ դա աուրայա կոչում եւ եթե անձը ինքն է սխալ իրեն պահում, այդ աուրայի մեջ դա չգիտես ինչի ուզեցի անվանել օզոնային անցքեր, ոնց որ դու բաց ես թողնում այդ քո պաշտպանությունը, քո աուրան եւ արդեն չարությունը տեղից մտնում է։ Երբ է դա անցքը բացվում, երբ որ անձն է սխալ պահում։ Այ ամենակարևոր բանը այն է, որ մենք պետք է մեր վրա աշխատելով հանդերձ, մենք պետք է ճիշտ ապրենք։ Դա բերում է Մերսի, դա բերում է նաև առողջությանը մարդուն, այսինքն, չէ, եթե հոգեբանը ով է, հոգեբանը այն մարդն է, որի մոտ մարդը հաճախելով արդեն շատ դեպքերում կարող է բժշկի չհասնել, այսինքն եթե հոգեբանը մարդուն սովորեցնում է ճիշտ ապրել եւ սխալներ չանել եւ սխալները եթե մարդ անում է, եթե չարն է ցանկանում մեկ ուրիշին, նա առաջի հերթին իրեն է հիվանդացնում Այստեղ մենք դա պետք է ազգովի հիշենք։ Եվ նայեք ստեղ անպայման ուզում եմ ավելացնեմ հետևյալը, բացի անեծքներից այսօրվա մեր թեման անեծքներն են, բայց մենք պետք է մեր լեզվին հետևենք, որ մենք ասում ենք վայ ջղայնացա, վայ կատաղեցի, վայ արդեն վայ բառը ստուգաբանորեն մեջը վախն է, երևի եթե սխալվեմ ինձ իհարկե շատ հարգար, շատ գոլեգան կուղի, այդ վախը անընդհատ մեջ վայ, վախ, այո, դրա համար եւ մենք ծնվում ենք շատ ուժեղ եւ պինսյան նման մի բան եւ կամաց մեզ թուլացնում ենք։ Մենք ինքներս մեզ եւ ահա թե որն է բանը։ Պարոն Սարգսյան, անեծքները լինում են բարի, քնքուշ, չար, երբեմն ասում են տանողիդ տունը մնաս, հա, օրինակ այդպիսի արտահայտություններ կան։ Այս ձեզ համար, հա, մոտարապես անեծքաբանությունը ինչ է ներկայացեք եւ նաեւ այդ բարի եւ քնքուշ անեծքների մասին խոսեք։ Անեծքները հազարամյակների պատմություն ունեն։ Դուք ասեցիք պատերազմից հետո այդ անեծքների հետ կապված, բայց մի քանի հազար տարի ինչքանով որ ժողովուրդը գրավոր հիշատակություններ է թողել, հազարամյակների վաղնջական ժամանակներից է գալիս։ Եվ գրավոր աղբյուրները եւ բանավոր աղբյուրները մեզ բազմաթիվ օրինակներ են տալիս անեծքների եւ դրանց ամենավառ ապացույցը սեպագիր արձանագրություններն են, սկսած ասուրաբաբելական սեպագիր արձանագրությունների, ուրարտական, պարսկական դարե առաջինի արձանագրություններից, որտեղ նրանք շեշտում են իրենց շինարարական աշխատանքների մասին, այնուհետև հետևում է զգուշացումը, խոսքի ներգործման, այսպես ասած անեծքային կառուցվածքով։ Եթե ինչ-որ մեկը փորձի այս արձանագրությունը հանկարծ ոչնչացնի, վնասի, ապա ու սկսվում է անեծքների շարանը, նա կզրկվի իր… Բայց անեծքը կպնում է ձեզ։ Ես իհարկե ժամանակին, վաղնջական ժամանակներից մարդը հավատացել է խոսքի մոգական ուժին։ Հավատացել է, իհարկե։ Որ չհավատար չի կպնում։ Ոչ թե չհավատար չի կպնում, չէր կարող չհավատալ։
Այնջ, որովհետև իրականության ըմբռնման մտածողության սահմանափակ ժամանակաշրջան էր եւ նրանք չէին կարող իրականությունը ամբողջությամբ ընկալել եւ չկարողանալով իրականության մարդկային փոխհարաբերությունները յուրովի ըմբռնել, նրանք աշխատում էին խոսքի ուժով ներգործել շրջապատի վրա, մարդկանց վրա եւ առաջացել են բազմաթիվ անեծքներ։ Գրավոր աղբյուրներից բացի անեծքները երկու դուք ասացիք բարի անեծքներ, դա եթե անեծք է բարի չի կարող լինել։ Դրանք փաղաքշանքի խոսքեր են, անեծքային կառուցվածքով փաղաքշանքի Շատ ներողություն, մեր հասարակության մեջ ընդունված տանողի չէ։ տանը մնաս, չէ, ժողովուրդը ասում է, փաղաքշանքով է ասվում սա, սրանք փաղաքշանքի խոսքեր են։ Բայց կարող է փաղաքշանքով ասեն եւ վնասեն։ Բացառված է, որովհետև վերջի վերջո փաղաքշանքով ասողը իր դրական էներգիան է փոխանցում նրան։ Շատ իսկ որ ասում են վայ մեռնես դու։ Ասում են, չէ՞։ Վայ սատկես դու, վայ մեռնես դու։ Նորից եմ ասում։ Խոսքի մեջ։ Սա ասողը սա դրական էմոցիան է հաղորդում, դրական Բայց բառերը զորություն ունեն նաև։ Բառերը սոսկ բառեր են դառնում այստեղ։ Այստեղ վերարտադրողը եւ ում է ուղղված այս խոսքը։ Վերջի վերջո անեծքները, եթե համեմատում ենք օրհնանքները անեծքների հետ, օրհնանքներն ավելի քիչ են, քան թե անեծքները, որովհետև օրհնանքները մարդիկ ասում են, մարդիկ 1-2 օրհնանք ասելուց հետո, օրհնանք են դրական լիցք ասելուց հետո բավարարվում են, իսկ անեծքը զայրույթի պահին այնքան է լցված, որ իրար հետևից Բայց տեսեք, պարոն Ներսիսյանն ինչ ասես, այդպես կարող ես նաև քո շրջապատին վնասել։ Շրջապատին չի կարող Այսինքն աուրան չէ, ճիշտ եմ հասկանում։ Իհարկե, ժողովուրդն ասում է, ժողովուրդ այսպիսի խոսք ունի, ասում է ջան ասա, ջանը դուրս չի գա։ Այսինքն այստեղ երբ որ ասեցիր մեռնելու մասին, տեսեք, դա ասենք մեր գենետիկ հիշողության մեջ մեռնել բառը դեպրեսիայի նշան է, բայց կապ ունի, երբ որ դու ոնց ես ասում, մտքով, հոգով, սրտով։ Երբ որ ուղղակի դու բառը ասում ես, այդ բառը այդ նեգատիվ էներգետիկան չունի, որտեղ չարությունը զոր ուժ է։ Նա կարող է կործանարար լինել եւ առաջացնել հիվանդություններ, որի մասին մենք հետո ավելի կխոսենք եւ ավելի ակնառու կտեսնենք։ Ես նաեւ ուզում եմ ասեմ աուտոագրեսիայի մասին, չէ, երբ որ մարդը ինքն իրան էլ կարող է, այդ բառը չեմ ուզում տալ անտես, մեռնեմ, բրծնեմ, քորանամ ես, տեսեք աուտոագրեսիա կա, նույնիսկ դա հիմա ժամանակակից լեզվով ասած, նա ոչ թե դիմացինին կամ կողակցին է այդ բանը ուղում, նա իրան է գնում եւ գնում է նա սամարազրուշենյա ինքը իրան բոլորովին սկսում է քանդել այդ էությունը, դա էլ է շատ լուրջ բան։ Հոսքարալի է, շատ հետաքրքիր է դեռ լսելը։ Տիկին Օսանա, դուք հետաքրքիր է, ապրում եք մի գյուղում, որտեղ վստահ եմ այդ մարզերում շատ ավելի ընդունված են անեծքներ ասել։ Կպատմեք հետ ինչի արկա։ Չէ, այդքան էլ ընդունված չի, դու անեծք ունի երկու գլուխ։ Եթե անիծում ես, նա գնում է նույնիսկ հետա գալի դեպի քեզ։ Կտնում է քեզ, այո, դա մա չպետք է ասել։ Այո, եւ մենք դրա մասին։ Այո։ Դուք հետ ինչի ականատեսն եք եղել։ Ես շատ բաների ականատես եմ եղել եւ դա երևի համընկնել է իրար հետ։ Օրինակ ես ասենք ականատեսել եմ եղել, որ աղջիկը չեն ուզեց ամուսնացնել տվյալ տղայի հետ, ինքն իր փախել է իր ձևով Դրանք անիծում էին եւ իրոք այդ աղջիկը հետ եկավ իրանց տունը, բայց ով տուժվեց։ Իսկ այդ անեցք ինչ է ասում, գնաց հետ գաս ինչ էին ասում։ Շատ վատ անիծում էին էլի, դա իրենք իրենց երեխային անիծում էին։ Ժողովրդական առած կա, ասում է անիծ ուր ես գնում, ասում է անիծողից տուն։ Բայց հիմնականը հետ է գալիս դեպի իրան։ Հետ է գալիս։ Լավ, Տիկին Սոսե ձեզ էլ հետաքրքիր այս թեման վստահ եմ շատ մտահոգիչ է։ Այդ անեցքի պարագայում ինչպես կարող են մարդիկ այնպես այ որ իրենց չկպչի, այլ հակառակը նրանք վանեն։ Այդ ինչ է լինում, որ մարդկանց կպչում է այդ անեցքը։ Ընդհանրապես իմ մասնագիտորեն խոսեմ, իմ մասնագիտության տեսանկյունից գոյություն են չակրաներ, երբ որ գտնվում ես օրինակ հարսանյան ցանդեսի կամ ինչ-որ մի արարողության եւ զգում ես ոչ հաճելի մարդ է դիմացդ նստած, այս փորձը տեղի ունենում ամբողջ օրգանիզմի փակում, այսինքն 5 րոպե դուք ձեռքերդ այսպես եք անում եւ ոչ մի բացասական էներգիա չի։ Երբ անիծում են։ Երբ զգում ես, որ մեկը քո մասին տրտնջում է։ Ինչ որ մեկը քո մասին կարող է ասի, վայ, այս մարդը եկել է այստեղ։ Դուք նախորդ զգում ես, սրտի այդ թրթռներով զգում ես, եւ միանգամից ինքդ պաշտպանողական ֆունկցիա ես վերցնում։ Այսինքն սա կարողանում է պաշտպանել։ Այո, ինքը ամբողջ օրգանիզմը շղթա է կոչվում, հիմա ես բաց շղթայի մեջ եմ, ձեռքերս
փակում եմ եւ քո բացական իմպուլսները բոլորովին իմ օրգանիզմ ներս չխուժում։ Այդ ձևով կարողանում ենք մեր օրգանիզմը պաշտպանել։ Բայց ինչպես Տիկինը նշեց, իրոք անեծքը ունի երկու սուր ծայր, նա ընդհանրապես, երբ որ ես անիծում եմ, ընդհանրապես կյանքում չեմ անիծել։ Դա իմ ընդհանրապես պետք է միջև անիծել ասածը, անիծել բառ հասկանալը, ցանկացած մարդ պետք է իմանա ժառանգական կամ կարմայական տեսանկյունից ծրագրերի սկզբնավորված իրանց հակումների վերջ պիտի իմանա, ինչ հակումներով է օժտված տվյալ մարդը, հակումների սահմանը պետք է իմանա, ընդ որում կարող է մարդը այդ տեսադաշտի մեջ կարող է շատ կողմնորոշվել, իր դաստիարակության Դուք աուրայցվում եք այդ մարդը անիծված է թե ոչ։ Անիծված մարդ չկա, անիծողն է անիծված։ Այո, անիծված մարդ չկա, ինքը անիծողը հենց անիծված Արդեն անիծված է։ Շատ դեռ կհասցնենք խոսել, այստեղ մեզ մոտ տաղավարում է նաև հայ կոմիտաս վարդապետը, սիրով հրավիրում ենք տաղավար։ Երևանն է խոսում խցանումներից մի փոքր ուշացումով, բայց ինչպես ասում են, ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում։ Շնորհակալություն մեզ իրոք կարվելու համար։ Նոր եք գալիս, ինչի մասն է խոսում Երևան, ինչի մասն է խոսում քաղաքը, խցանման մեջ եք։ Ոչ միայն խցանման, այլ ավտովթարի։ Այո, այնպես որ Փառք Աստծո ամեն ինչ բարով հաջող ավարտվեց, երևի ինչ որ մեկ անիծել էր։ Աստված ոչ անի։ Այո։ Մենք այսօր շատ վիճառույց թեմայի մասն ենք խոսում, լսում եք այնտեղ քննարկումը, խնդրեմ ձեր։ Ուրեմն ես կարծում եմ անեծքը երկկողմանի է լինում։ Երբ մեկը անարդարացված վիճակում է, իրեն այդ վիճակում հայտնողին անիծում, մյուս պարագային, երբ մարդը անիծում է նրան, ով չի իրականացնում իր սպասելիքները։ Ժամանակին, վաղնջական ժամանակներից մարդը հավատացել է խոսքի մոգական ուժին։ Չի կարելի ամեն ինչում միայն բացասականը տեսնել։ Ժողովուրդը ասում է մոր անեծքը օրհնանք է, հոր անեծքը անեծք է։ Պարանիդ տղամարդու շալվար չտեսնես։ Այսօրվա տղամարդիկ բարան ասեն, խառնվել են։ Ժամանակին, վաղնջական ժամանակներից մարդը հավատացել է խոսքի մոգական ուժին։ Չի կարելի ամեն ինչում միայն բացասականը տեսնել։ Ժողովուրդը ասում է մոր անեծքը օրհնանք է, հոր անեծքը անեծք է։ Պարանիդ տղամարդու շալվար չտեսնես։ այսօրվա տղամարդիկ բարան ասեն, խառնվել են։ Ուրեմն տարբեր են պարագաները։ Համենայն դեպս ես կարծում եմ 5 տակարանում մենք հանդիպում ենք պարագաների, երբ նույնիսկ ժողովուրդն էր անիծվում Աստծո կողմից, երբ չէր իրականացնում պատվիրաններ աստվածային։ Հետևաբար այդ անեծքի գաղափարը քրիստոնեության մեջ եկավ իր ավարտը գտնելու, որովհետև Քրիստոսի հրաշալի խոսքը կար, ինչ որ ուզում եք ուրիշները ձեզ անեն, նախ դուք նրանց արեք։ Եթե չէիր ուզում, որ ովևէ մեկը քեզ չարիք պատճառեր, դու իրավունք չունեիր նույնը անելու, որովհետև չարությունը անեծքի մեջով է արտահայտվում։ Իմ կարծիքը այն է, անիծողը առաջինը ինքն է անեծքի առջև հայտնվում, ինչու, որովհետև բառը, խոսքը նման է բումերանգի։ Ինչ որ քեզանից դուրս է գալիս, պտտվում նորից հայտնվում է քո առջև։ Բայց տեսեք, այդ ընթացքում վնասելով, գուցե վնասելով դիմացին։ Գիտեք ամբողջ խնդիրը որտեղ է։ Թվացյալ վնաս է դա, որովհետև անեծքը այն ժամանակ է բռնում մարդուն, եթե նա չարության պատճառով է այդ անեծքը վաստակել։ Այդ իսկ պատճառով ծնողները դաստիարակում էին զավակներում հնում անել ամենայն ինչ, որ երբեք անեծքի տակ չհայտնվել, այսինքն քո չար գործերով, քո չարությամբ, քո բամբասանքով, այլոց նկատմամբ ատելությունը քո մեջ պարուրելով հանկարծ անեծքի արժանի չլինեիր դու։ Հետևաբար ես կարծում եմ քրիստոնեությունը եկավ մարդու մեջ մարդուն ձևավորել այնպես, որ մարդը հասկանար ինքը լինելով Աստծո արարածը, Աստծո կողմից արարված իրավունք չուներ իր մեջից ովևէ պարագայի չարություն երգնելու, որովհետև
Քրիստոսի մեծագույն պատվիրանը ինչ էր, եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ, հետևաբար որպես Աստծո կողմից արարված էակ, դու իրավունք չունեիր չարին գործակից լինել, մինչդեռ անեծքը չարից ծնված մի երևույթ էր, որը քեզ նրան գործակից էր դառնում ընդդեմ Աստվածայինի, հետևաբար նայած, որ պարագային ենք մենք մոտենում այդ գաղափարին, այսինքն խոսքը երբ վերաբերվում էր անեծքին, որ պարագային, ես կարծում եմ համենայն դեպս քրիստոնեությունը շատ ճիշտ էր անում, որ ընդհանրապես մերժում էր և արգելում էր անեծքը, քիչ առաջ հրաշալի դարձվածք լսեցի, որ անեծքը անիծողին է բռնում, հետևաբար ես կարծում եմ, որպեսզի հավաքականության մեջ աստվածային ներկայությունը ավելի շոշափելի և զգալի լիներ, լավ կլինի, որ մենք գործակցենք Աստծո, քան սատանայի հետ։ Բրավո, շնորհակալություն։ Պարոն Ներսիսյան, ես վստահ եմ, դուք մի քանի բաներ եք առանձնացրել, ինձ հետաքրքիր է այդպես, դեղինով էր նշել։ Բնականաբար, եթե անեծքը կա, նրա լուծումն էլ կա, որովհետև Աստված մարդացավ իր ողորմությամբ, չէ՞ որ նա իր մարդն է, չարիքի ազդեցությունից նա կարող է դուրս գալ, որպեսզի այդ ամբողջ ճշմարտությունը երևար։ Նարեկը շատ բազմաթիվ աղոթներում խոսում է անեծքի մասին, եւ ինչպես Տիկին Ծատուրյանը նշեց, այդ մարդ ոչ միայն իրեն կործանում է, այլ ինքն էլ կարող է իրեն անիծել, եւ Նարեկը այդ դեպքերն էլ է մեզ պարզ հասկացնում, օգնելով որպեսզի մենք մի քիչ իմաստանանք եւ այդպես չանենք։ Կոնկրետ այստեղ անեծքի չարին ամբողջ ոսկորներուս մեջ կբաշխվի։ Այսինքն անեծքը հակված է ոսկրային հիվանդություններին, ոչ միայն, հոգեկան նույնպես, այստեղ երբ որ խոսքը գնում է, տեսեք, որովհետեւ եթե օտարեն անեծք առնելը չարիք է, ապա որչափ ավելի մեծ չարիք է ինքս ինքը անիծելը, որտեւ մարդ Աստծո ծնունդ է, ինքը իրավունք չունի իր հետ վերաբերել, չէ՞, շատ անգամ կյանքում մարդ ասում է, ինչի եմ ծնվել, ես ինչ կյանք ամ, մեռնեմ, պրծնեմ, նա իր կենսունակությունը իր խոսքով վերացնում է, որտեղ նա խնդիր ունի փորձություն անցնելու, հասկանալու, իր երկրային միսիան ճանաչելու, չարն ու բարին եւ Աստծո կենթարար ներկայությունը տեսնելու։ Եվ դրանից առաջանում է, տեսեք, եթե նախատինք չառնել Աստծո օրենքը, ապա Աստծուց նախատենք սպասելը արյան ցավերու տառապանք, աղետալիվիճ եւ մեծ մտատանջություն։ Այստեղ խոսվում է հիվանդությունների մասին։ Ավելի կոնկրետ ես խոսեմ մի դեպքից, երբ իմ Նարեկի աղոթքները տվել էին լսելու մի կնոջ, որը հիշողությունը կորցրել էր 20 տարի։ Դա շատ ծանր խանգարում է, որովհետեւ այսօր շատ հիվանդություններ երիտասարդացել են, երբ որ մարդ կորցնում է իր մարդկային պատկերը, կարողությունները, մտավոր կարողությունը, որովհետև հիշողության կորուստը դա ոչ մի մեթոդով այսօր ժամանակակից բժշկությունը չի կարողանում լուծել։ Նույն ես կարդամ, նա 7 օր լսել է, կարդամ 4-րդ օրից ցանկություն հայտնեց լսելու, մի խորովեր, որ խաշած եմ, հենց այս տողերով հայտներ իր ցանկությունը նորից կրկնելով մի խորովեր, մի քանի անգամ լսելուց հետո հոգոց հանեց, դրա համար էլ ես սենց եմ, ամբողջ օրը լացելով ասում էր միայն մի միտք, ախր քանի հոգու եմ անիծել, մեղատ էր, գալիս է աղոթից զղջանքի խոստովանության, 6-րդ օրը ցանկություն հայտնեց լսելով մեղայի աղոթքը, դա ի աղոթքն է եւ օրվա վերջում խնդրեց իմ ինչպես ի աղոթքը օրվա վերջում խնդրեց իմ տեղը բոլորին կասեք թող ինձ ներեն 7-րդ օր ցանկություն հայտնեց լսելով նույն աղոթքը եւ անընդհատ ամբողջ օրը կրկնում էր Աստված ների չեմ հասկացել ես արել եմ դու մի արա տեսեք իր անիծել, այսինքն չարությունը լրիվ կարող է կորցնել մարդու կենսունակությունը եւ առաջացնել խորը անբուժելի հիվանդություններ, բայց Աստծո սերն ու ողորմությամբ նա կարող էր, եթե մեղա գա, նորից ապակինվել։ Հասկանալի է, շնորհակալություն։ Ես կարծում եմ որևէ պարագային, երբ մարդու մեջ խոսում է չարը,
արդեն չարը նրան պիտի առաջնորդի հիվանդության։ Որովհետև չարության պարագային մարդու մոտ միշտ լարված ներմային համակարգ կա։ Բոլոր ջղային մարդիկ չարությունն են իրենց մեջ։ Եվ ուզեն կամ չուզեն, դա նրանց պիտի առաջնորդի դեպի հիվանդություն։ Այդ իսկ պատճառով մեր ժողովուրդը եղել է այնքան խոհեմը եւ այնքան իմաստուն, որ նրա ամեն մեկ դժվարության, լայնության, փառքի կամ նեղության պարագային շուրթների զարքը եղել է մեկ դարձված՝ փառք Աստուծո։ Մենք այսօր պարզապես կորցրել ենք այդ հրաշալի դարձվածքը։ Մենք ամեն պարագայի դժգոհ ենք, ուրախության պարագային դժգոհ ենք, գնում ենք հարսանիք փոխանակ ասենք, ինչ հրաշալի զվարճացանք, ասում ենք տես խորովածը վառված էր, հավինիսը լավ եփած չէր, չգիտեմ, այսինքն չի կարելի ամեն ինչում միայն բացասականը տեսնել, որովհետև ինչով որ ապրում ես դու դրան կանչում ես դեպի քեզ, քո էներգիան ներսին կանչում է քեզ։ Գիտեք, մենք երբ հոգեբանություն էինք անցնում ճեմարանում, Վազգեն Վեապարն էր մեզ դասավանդում, հրաշալի մի բան կար, երբ մարդու մարմնի մեջ հայտնվում է մի օտար մարմին, անմիջապես ամբողջ մարմինը սկսում է պայքարել դրա դեմ եւ չեզոքացնելու համար այդ մարմինը առաջանում է թարախը։ Ուրեմն մենք պիտի կարողանանք մեզանից այդ բացասականը վանել, որպեսզի դրականով մեր մարմինը լիցքավորի եւ դրականով լիցքավորի ոչ միայն մեր ընտանիքը, այլ նաեւ մեր հայրենիքը։ Ամեն։ Մենք հստակ ենք, որ այդպես է կլինի։ Պարոն Սարգսյան, մինչև մյուս բանախոսներին հարցները, դուք նաև բանահավաք եք, ինձ հետաքրքիր է այս տարիների ընթացքում ինչ հետաքրքիր անեցներ եք լսել, որը այն որ արդեն զվարճալի է եւ դուք ասում եք, թե ուր է հասել այս մարդկությունը, որ այսպիսի անեծքների ականատեսն եք լինում։ Ես հիմա զբաղվում եմ նաև անեկդոտ հայ ժողովրդական անեկդոտ զվարճախոսություններով եւ քիչ հետո կանդրադառնամ անեցքի կառուցվածքով անեկդոտների, ինչ անեցքի կառուցվածքով անեկդոտներ են։ Անեցքի կառուցվածքով անեկդոտների, բայց ուզում եմ այստեղ անդրադառնալ մի շատ կարևոր հանգամանքի վրա, որ մեր ժողովուրդը միշտ ուշադրություն է դարձրել անեցքի երկու տեսակի՝ իգական սեռի անեցք եւ արական սեռի անեցք։ Եվ ժողովուրդը ասում է մոր անեցքը օրհնանք է, հոր անեցքը անեցք է։ Եվ Հովհաննես Շիրազը իր Սիաման թողը Չեզարեի մեջ այսպես է ասում. հոր անեցքը մոր անեցք չէ, հոր անեցքից դու վախիր։ Եվ հոր անեցքը։ Եվ եթե ուշադրություն ենք դարձրել մեր ավանդազրույցներում, մեր նույնիսկ էպոսում տղամարդու անեցքը միշտ կատարվել է։ Ասենք Դավթի անեցքը մհերին փակվել իր հետ դեմ կռվելու համար անեցքը, հիշենք մենք նոր ժամանակների նույնիսկ անեցքներ, իսկ անեցքը անընդհատ ժամանակների հետ փոխվում է։ Նույնիսկ պատերազմի տարիներին Հիտլերին ուղղված անեցքներն այնքան շատ էին, Ստալինին շշուկով էին ասում։ Ես նույնիսկ գրանցած ունեմ 53 թվականին Ստալինի հետ կապված մարտի 8-ին, երբ հուղարկավորություններ եւ շչակները, երբ ազդարարում էին եւ պետք է բոլորը ոտքի կանգնած անպայման ստևը կապեն, այդ ժամանակ փոքր էի, բայց հիշողությունս այդ տարիների դեռ վառետ Թբիլիսիում էինք, Թիֆլիսում էինք ապրում, ուրեմն բարեկամներից երկու հոգի, մեկը ամուսիններին կորցրած հեռախոսով զանգում է, ասում է իմացել ես, ցածր ձայնով, վախենում էին նույնիսկ, մահացած, մահանալ բառը, մեռած բառն էլ է նրան, վիժվածքին ասելը, Ստալինի համար եմ ասում է իմացել ես, ասում է հա, հեռախոսով, սևը կապել ես, ասում է հա, կապած մնա։ Կապած մնա։ Տղամարդ բանը և անեցքներ կան, որ կինը կնոջն է անպայման ասում, տղամարդը չի կարող տղամարդը կնոջն ասել, ասենք, ասում է պարանիդ տղամարդու շալվար չտեսնես։ Ոյ, այսօրվա տղամարդիկ կարան ասել, խառնվել են, կամ այն չար, վատ մարդուն ասում է, օղորմին գերեզմանակարի դիպչի սոտ տա,
Ողորմին, ողորմին, գերեզմանակարի դիպչի Կոկույ սոտպա։ ուժս։ Ժողովրդական սրանք Բայց մի բան- անեծքներ են եւ նոր ժամանակներում նույնիսկ այդ անեծքները կապվում են անեկդոտների հետ։ Մենք գիտենք, որ հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ միշտ ժողովուրդը ինչ է ասում, գնալը տլի հետ գալը չլինի, չէ՞։ Վատ իմաստով Վատ իմաստով անեծքի։ ասում, բայց- Հիվանդանոցում երբ լավանում դուրս է գալիս, հիվանդասենյակի աշխատողը հիվանդներն ասում են գնալը լինի հետ գալը չլինի, բայց լինի գալերը չլինի։ Բայց մի րոպե, բայց ծննդատնից դուրս գրվելիս երբեք այդ բանը անեծքը թե օրինանքը թե ինչա արդեն չնա։ անպայման, սա չի ասվում արդեն։ Քավարծու հետ կապված կա, օրինակ ասենք, օղին լցնում է, նայում է վերև, ասում է գնալը լինի, հետ գալը չլինի։ Օղն է ասում։ Հասկանալի է, որ կարողանա նորմալ մարսել։ Եվ անեծքներ կան, օրհնանքներ կան, որ հանկարծ վեր են ասվում անեծքների մեխանիկորեն, անեծքներ կան, որ վեր են ասում օրհնանքների։ Օրինակ, ես ականատես եմ եղել մի այսպիսի դիպացի, Սարիթաղ բարձրանալու ժամանակ բարձունքը բարձրանալիս ավտոբուսի վարորդին մի ծերքին կանգնացրեց, վարորդը կանգնացրեց, վերցրեց, բանը ասեց ապրես բալաջան, դու ինձ վեկալար, թող Աստված էլ քեզ վերունի։ Եվ մայր եւ հայրը պետք է հասկանան, եթե իրանք կարող են անիծել իրանցից դուրս եկած էակին, իրանք այդ ինչ խոշորագույն խնդրեմ ունեն։ Ուսումնասիրելու ժամանակ զգում եք, որ ամեն մեկ բառը ազդեցություն ունի մարդու վրա։ Պետք է խոսել եւ ոչ թե ժարի տանել ու տժացնել։